Լարսը բաց է եւ ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, տեղեկությունը Ազատությանը փոխանցել է նրա եղբայրը Ավետիք Քերոբյանը, նշելով, որ խուզարկել են Քերոբյանի տունը։ Ավետիք Քերոբյանը պնդել է, որ եղբոր տան խուզարկությունը կապ չունի եղբոր պաշտոնավարման հետ։ Այժմ փորձում են հասկանալ իրավապահ մարմինների գործողությունների պատճառը։ Նախորդին շտապօգնության մեքենայով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այսօր վերադարձրել են Երևանի կենտրոն քերակատարողական հիմնարկ, հայտնել է Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին հեռացրել են աշխատանքից։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն դպրոցի տնօրենին հարևաններից մեկն է մատնել։ Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, ուղարկել մարզպետարան, որից հետո մարզպետ Վահրամ Խաչատրյանը ազատել է աշխատանքից։ 21 TV News-ը զանգահարեց դպրոց պարզաբանում ստանալու համար։ Մեզ պատասխանեց Ռուզաննա Գաբրիելյանը, որը ներկայացավ Հայթաղ գյուղի դպրոցի նախկին տնօրեն եւ հերքեց մամուլում տարածվող տեղեկությունները ու նշեց, որ Ասատրյանը իր դիմումի հիման վրա է հեռացվել աշխատանքից առողջական խնդիրների պատճառով։ Ինձ դիմում ա գրել, խնդիր ուներ առողջական, դիմում ա գրել, հետո շատ հնարավոր է, որ նորից գնա աշխատանքի։ Գիտեք, ես ընթացքում, եթե ինչ-որ մեկը գործից դուրս ա գալիս, միանգամից կապում են ընտրությունների հետ, այդպես բան չկա։ Հաստատ կարող եմ ասել, որ չկա։ Կես տարվա աշխատանքի արդյունքում Դատարանը որպես խափանման միջոց 2 ամիս տնային կալանք է նշանակել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման համար։ Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ դատարանի հիմնավոր կասկածի հետ համաձայն չեն եւ համարում են, որ ավելի մեղմ խափանման միջոց պետք է ընտրվի, օրինակ գրավ կամ վարչական հսկողություն։ Եթե Հայաստանը չբացի Զանգեզուրի միջանցքը, Բաքուն կարող է դիմել ծայրահեղ քայլերի, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Նրա խոսքով Ադրբեջանը պետք է բանակցի Թուրքիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ, շրջանցելով Հայաստանի ներքաղաքական վիճակը։ Ադրբեջանցի պատգամավորը սպառնացել է, եթե հայկական կողմը օպերատիվ որոշում չկայացնի, մեջբերում Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը, իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերահսկողությանը 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն, ասել է ադրբեջանցի պատգամավորը։ Ադրբեջանի բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշների, հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նա իր խոսքում նշել է, որ այդ հարցում Ադրբեջանը սերտ աշխատում է Թուրքիայի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը ներառում է Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի բան է։ Այն անվանակոչվել է իմ պատվին եւ ես դա շատ եմ գնահատում, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը C5+1 հանդիպման ժամանակ ու հավելել, որ այս երթուղին կառուցվում է հիմա, անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մեկով, այդ թվում տնտեսապես ամենակարևորներից մեկով, որը կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում եւ կօգնի կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է կենտրոնական Ասիայի 5 երկրների առաջնորդներին։ C5+1 համաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միացել է Աբրահամի համաձայնագրերին, որոնք վերաբերում են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը։ Շատ կարևոր երկրներ շուտով միանալու են Աբրահամի համաձայնագրերին։ Մենք նրանց անունները կհայտարարենք ավելի ուշ։ Ես նաև ուրախ եմ հայտնել, որ մոտ 15 րոպե առաջ մի հսկայական երկիր Ղազախստանը պաշտոնապես համաձայնել է միանալ։ Թրամփն այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Նետանյահուի եւ Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ եռակողմ հեռախոսազրույցից հետո։ Այս քայլի նպատակը Իսրայելի եւ մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է։ Տոկաևի խոսքով Միացյալ Նահանգները ավելի քան $100 միլիարդ ներդնելով Ղազախստանի տնտեսության մեջ մնում է երկրի խոշորագույն ներդրողը եւ նրա զարգացման հավերժական շարժիչը։ Իսրայելական զինուժը կործանիչ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Թիրախավորվել են Հեզբոլլա խմբավորման ենթակառուցվածքները։ Իսրայելը հայտարարել է, որ շարժման դեմ հարձակումների շարք է սկսել։
právě jsem nechal sundat ukrajinskou vlajku. Ուկրաինայի դրոշը հեռացրել են Չեխիայի ներկայացուցիչների պալատի շենքի վրայից։ Դա եղել է նոր խոսնակ Տոմիո Օկամուրայի առաջին որոշումներից մեկը։ Հրապարակված տեսանյութում նա նշել է, որ Չեխիայի հանրապետությունն է առաջին տեղում։ ԱՄՆ-ի Սենատը մերժել է Վենեսուելայի դեմ պատերազմի առաջարկը երկու ձայնի տարբերությամբ։ Այսպիսով կոնգրեսը չի կարողանա հաստատել Կարակասի դեմ Վաշինգտոնի ռազմական ագրեսիայի ծրագրերը։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, երկիրը կարող է հարվածներ հասցնել միայն ջրային տարածքով թմրամյութեր տեղափոխող նավերին եւ ոչ ցամաքային օբյեկտներին։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Թրամփն սպառնացել էր, թե նախագահ Մադուրոյի եւ թմրամյութեր վաճառողների օրերը հաշվված են։ Տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկն է այսօր։ Ըստ հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկներ G3-ից G4 միջակայքում, ուժեղից մինչև շատ ուժեղ։ Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը հավանաբար կտեղափոխվի G4-ից G5, ծայրահեղ ուժեղ միջակայքի։ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ տեխնիկական համակարգերի եւ մարդու ինքնազգացողության վրա։ Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ եւ թույլ կենտրոնացում։ Մագնիսական փոթորիկից պաշտպանվելու համար անհրաժեշտ է մի քանի ժամ անցկացնել մաքուր օդում, մրգեր եւ բանջարեղեն օգտագործել, շատ ջուր խմել, հորդորում է մասնագետը։